Սիրելի հայրենակիցներ, այսօրվա քննարկումային մասին է, թե ինչպես օրվա իշխանությունները, սահմանադրական մարմինների ներկայացուցիչները, այստեղ, այնտեղ, արժեում, հեռուստատեսությամբ, հանրային տարբեր հարթակներում հնչեցնում են մտքեր առանց պատասխանատվության զգացումի, անպատժելիության զգացումով։ Անպատժելիության զգացումը այս մարդկանց ուղղորդող զգացում է։ Պատասխանատվություն բառը այս մարդկանց համար խորթ է։ Պարոն Հակոբյանին ասում են, որ ինքը խախտել է քաղաքական զսպվածություն ցուցաբերելու սահմանադրական պահանջը, անմիջապես թաքնվում է մտավորականի թիկնոցի տակ։ Ասում է, ես մշակութային գործիչ եմ, համաձայն չեմ, որ քաղաքական զսպվածություն ցուցաբերեմ, ես դեմ եմ գլավլիտին։ Բա ընտրվելուց առաջ ասեիք, որ սահմանադրական պահանջը դուք ձեզ ձևով կմեկնաբանեք ու այդպես կգործեք։ Բա ընտրվելուց առաջ ասեիք, որ որևէ խոստում սահմանադրական պահանջների կատարման մասին ձեզ համար կարևոր չի, որովհետև դուք գլավլիտ չեք ընդունում։ Ասում է, դաշնակցությունը պետք է ադապտացվի այսօրվա իրողություններին։ Էդ ոնց որ դուք եք հայտնվել ԿՊ-ի գրկում, այն ուժի, որի իշխանության օրոք հայրենիք ենք կորցրել, մշակութային ժառանգություն ենք կորցրել, 1600 եկեղեցի ու վանք ենք կորցրել, 20,000 մշակութային արժեքներ ենք կորցրել, թե այդ հարցում դուք մշակութային գործիչ չեք, այլ ՀՌՀ անդամ, լավ կողմնորոշվեք։ 600-ամյա քաոսից հետո պետականություն կերտած քաղաքական ուժին պետականամետ դառնալու խորհուրդ են տալիս, խելքի հաշեցեք։ Պետականությունը մեր էությունն է ու գլավլիտի պայմաններում, երբ պարոն Հակոբյան դուք հավանաբար ադապտացվում էիք օրվա իշխանություններին, դաշնակցությունը Սփյուռքում սերունդ էր կրթում, ունենալով ամեն բանից վեր հայրենիք ու պետություն կարգախոսը։ Այո, այս կարգախոսի համար մենք երդվել, երդվում ու երդվելու ենք, ինչքան էլ դա ձեզ տհաճ լինի։ Սիրելի հայրենակիցներ, ես այսուհետ էլ չեմ խոսելու այս ուժի ներկայացուցիչների տրված խոստումների, հնչեցրած մտքերի, դրանց չկատարման, դրանց համար պատասխանատու լինելու այս իշխանությունների անհանգստության բացակայության մասին։ Ես ուղղակի կներկայացնեմ փաստեր, իրենց հնչեցրած մտքերից, թվերից, որոնք իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Փաստեր, որոնք հստակ ցույց են տալիս ԿՊ տեսակը, փաստեր, որոնք փորձում են, որի ամեն մի միտքը փուչիկ է, սուտ է ԿՊ տեսակի եւ հանրության աչքին թոս փչող։ Փաստ 001, 00 ոնց որ շատ եք սիրում, երևի ձեր էությունն է։ 2001-ին կառավարության հետ արժեհարց ու պատասխանի ժամանակ ի պատասխան այն հարցին, թե ինչով է հիմնավորված կառավարության աշխատակազմին պարգևատրվելու համար 3 միլիարդ դրամի տրամադրումը, երբ մեր թոշակառուների թոշակը մինչև նվազագույն սպառողական զամբյուղ բարձրացնելու մասին ձեր խոստումը չի կատարվել, օրվա իշխանության ղեկավարը պատասխանում է. ճիշտ ենք արել։ Թալանվածը հետ ենք բերել ու նրա 0.0001%-ը տվել ենք պարգևավճարի։ Թիվը հնչեցրեց գնաց, չի էլ մտածում, որ այդ թվի տակ իմաստ կա, արժեք կա, հարցեր կան, եթե ինքը չի հասկանում, իրեն թվում է, թե հանրությունն էլ չի հասկանում, թոշակառուներն էլ։ Լավ, ինքը չի հասկանում, բան նրա կողքը թվերից հասկացող մեկը չկար, որ հաշվեր, թե 3 միլիարդը այդ որ թվի 0.0001%-ն է։ Հաշվելու համար ասեմ, 3 միլիարդը բազմապատկեք 10-6 աստիճանով, այսինքն միլիարդի կողքը 6 0 դրեք ու բաժանեք 400-ի, եւ կստանաք, թե հազարավոր տրիլիոններ։ Այսինքն դուք հայտարարում եք, որ թալանվածից հետ եք բերել հազարավոր տրիլիոններ դրամ, պատկերացնում եք, թե քանի միլիարդ դոլարից եք խոսում։ Բա այդ դեպքում ինչու եք արտաքին պարտքը այդքան հետ բերածից պատիկներով ավելի մեծ չափով ավելացրել։ Բա այդ բերածը բյուջեում ինչու չի երևում։ Եթե կա որ տողերում է, թվերից հասկացող որևէ մեկը կբացատրի ինչ է կատարվում, այդ թվում նաև 4 միլիարդին 5 միլիարդ գումարողը։ Այնուհետև ՆՓ-ն հայտարարում է, թե իրենք ճիշտ են արել, որ 8-ից 10 միլիոն պարգևավճար են տվել, որովհետև երկրին պետք են անարատ նախարարներ, անարատ ԿՊ-ականներ։ Փաստորեն 7 տարի առաջին դասարանում մնալուց ու տգիտությունից դեպի անարատություն նախարարների ճանապարհը անցնում է 8-ից 10 միլիոն պարգևավճարով, հրաշալի տրամաբանություն։
Պարգևավճարների մասին խոսելիս նախարար Գալյանը հայտարարում է. անընդհատ խոսում ենք աշխատավարձի ցածր լինելով պայմանավորված կադրեր հայթայթելու խնդրի մասին, կադրեր չլինելու պատճառով խնդիրները լուծելու անհնարինության մասին ժամանակի առումով, կապվում է կադրային ռեսուրսի սակավության հետ։ Պարգևավճարը մեծ մոտիվացիոն ազդակ է, որպեսզի ավելի մեծ ջանասիրությամբ աշխատենք։ Ընդ որում աշխատանքի արդյունքը ուղիղ համեմատական է ստացված պարգևավճարի չափին։ Հրաշալի միտք։ Այդ պարագայում ինչու նույն տրամաբանությամբ աշխատակազմի ներքևի օղակների համար այդ պարգևավճարները չեք բաժանում։ Ինչու նույն տրամաբանությամբ չեք մոտենում առողջության ապահովագրական համակարգում բուժաշխատողի, ավագ, միջին կրտսեր բուժաշխատողի, բժշկի ու բուժքույրերի աշխատավարձերին, թե նրանց մոտիվացիա պետք չի, թե այդ ոլորտում կադրային ռեսուրսի խնդիր չունենք, թե նրանք կարող են ցածր վարձատրվել, իսկ այ նախարարը պիտի 8-ից 10 միլիոն պարգևավճար ստանա։ Փաստ 002, երբ հնչեցնում եք սխալ թվեր, առանց հնչեցրած մտքերի համար պատասխանատվության զգացումի։ Հունվարի 21-ին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հարցս ուղղեցի առողջապահության նախարարին, ապահովագրության համակարգի շրջանակներում առաջին 15-օրյակում դիմելության հնչեցրած թվերի վերաբերյալ։ Նա ասել էր. ունեցել ենք 87,048 այց, 7,739 ամբուլատոր, 8,600 հիվանդանոցային։ Եվ ես երբ փորձեցի ճշտել մնացած 70,697 այցերի բնույթը, նախարարը պատասխանեց, որ դրանք կարող են լինել շտապ օգնության կանչեր, ցերեկային կանչեր, դեռ ավելին զարմացավ, որ ես ինքս չեմ ենթադրում դրա բնույթը։ Խոստացավ այդ բացվածքը ներկայացնել եւ ստացա հետեւյալ պատասխանը։ Հարգելի Տիկին Գյուրեղյան, տեղեկացնում ենք, որ կառավարության նիստում նախարարի կողմից այցերի տվյալների ներկայացման բանավոր խոսքում վրիպակ է եղել։ 77,397-ի փոխարեն հնչել է 7,739։ Փաստորեն Տիկին նախարարը նախ վրիպել է կառավարության նիստում, այդ պահին ոչ ինքը, ոչ էլ կառավարության մյուս անդամները չեն էլ հասկացել, որ սխալ թվեր են հնչում։ Այնուհետև ԱԺ-ամբիոնից ուղղող հարցին պատասխանելիս նորից նույն նախարարը սխալ տեղեկատվություն է հնչեցնում, դեռ ավելին փորձում է այդ սխալ թվի բացվածքը ներկայացնել իր պատկերացումներով։ Չի հասկանում, բայց պարգևավճար է ստանում։ Սա է ԿՊ տեսակը։ Այժմ հաջորդ գրավոր հարցման մասին։ Նամակով խնդրել եմ ինձ տրամադրել ապահովագրական փաթեթում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության սպասարկման յուրաքանչյուր ծառայությունների դիմաց ապահովագրական հատուցման չափերը։ Մինչև օրս 3 շաբաթ անցել է, պատասխան չկա։ Եվ միևնույն ժամանակ կառավարության կայքում շարժանառության մեջ է դրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափանակները նախագիծը։ Այս նախագիծն է, որից ընդամենը մի քանի թիվ հնչեցնեմ ԿՊ տեսակը բացատրելու համար։ Ասենք վերակենդանացման ծառայություններ, մանկական, ծառայության արժեքից ձևավորվող աշխատավարձի ֆոնդը 40%, մանկաբարձական ծառայություններ, աշխատավարձի ֆոնդը ծառայության արժեքից 30%, որից 50%-ը ավագ բուժանձնակազմին, 50%-ը միջին եւ կրտսերին։ Հիմա հիշեցնեմ, որ նախարարը ինձ պատասխանելիս ես ձեր տեսակն եմ ցուցադրում։ Ուրեմն, երբ նախարարը ինձ հերքեց, թե ես հնչեցնում եմ 3000 դրամ փոխհատուցվող գումար, սխալ է 6000, լավ թող լինի 6000, 6000-ի 50%-ը ենթադրենք աշխատավարձի ֆոնդ 3000, որի 50%-ը բժշկին, 50-ը բուժքույրին, այսինքն այդ խորհրդատվության համար բժիշկը ստանալու է 1500 դրամ։ Սիրելի հայրենակիցներ, ապահովագրական համակարգում աշխատողից աշխատավարձ ապահովագրավճար հավաքելու գործընթացից բացի այս իշխանությունը ուրիշ ոչ մի բան հօգուտ քաղաքացու չի անում, ինչպես օրինակ կրկնակի գանձումը եւ այլն։ Տեղեկատվական բազաներում բոլոր տվյալներն առկա են, ինչու՞ չեք առաջ ստուգում այդ բազաները, էլ կրկնակի հավաքագրում չանում, մի անգամից մեկ անգամ հավաքագրում, թե դա ձեզ ձեռք չի տալիս։ Մինչև օրս հայտնի չեն ապահովագրության շրջանակներում փոխհատուցվող գումարի չափերը, մինչև օրս հաստատված չէ որ կարգավորի, թե ինչպես պետք է բուժաշխատողը վճարվի։ Լավ, դուք երբևէ պետք է զգաք պատասխանատվություն ձեր ասած մտքի, ձեր ասած խոստման չկատարման վերաբերյալ։
ՔՊ падգամավորներ, դուք ձեր սեղմած կոճակների համար պատասխանատվություն զգալու եք, թե ոչ։ Դուք ոչ միայն պատասխանատվությունից, այլև նաև հայրենիքից, հայրենասիրությունից, տնտեսությունից, կրթությունից, առողջապահությունից բան չեք հասկանում։ Դուք ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից բան չեք հասկանում։ Դուք միայն պատժից եք հասկանում։ Ամենալավը դուք գիտեք, թե ինչի դիմաց, ում, ինչ եք խոստացել եւ ինչ պատժի առաջ եք կանգնելու այդ խոստումները չկատարելու պարագայում։ Իմացեք, որ անհայրենիքները պատմության աղբանոց են նետվելու։ Անհայրենիքների գործն առաջ մղողները պատժվելու են։ Ամեն մեկը իր տեղում, իր ժամանակին, իր չափով պատասխան ստանալու է։ Համոզված եղեք։